Չնայած Ռուսաստանի շուկա մուտքի սահմանափակումներին, երկու երկրների լարված հարաբերություններին, տնտեսական սպառնալիքներին ու Հայաստանի իշխանությունների Եվրամիությանը մոտենալու ձգտումներին, Ռուսաստանը այս տարվա մայիսի տվյալներով շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը։ Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ամբողջ աշխարհի հետ շուրջ 7.9 միլիարդ դոլար է կազմել, որի 28%-ը գրեթե 2.2 միլիարդ դոլարը Ռուսաստանի հետ շրջանառությունն է։ Վիճակագրական կոմիտեն այսօր է հրապարակել ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների, թեև Ռուսաստանն առևտրային գործընկերների շարքում առաջինն է, այդ երկրի մասնաբաժինը մեծ տեմպերով նվազում է։ Անցած տարի նույն ժամանակահատվածում երկու երկրները շուրջ 600 միլիոն դոլարով ավելի շատ առևտուր էին արել, ընդհանուրի 35.1%-ը։ Մենք կշարունակենք հանգիստ հանդարտ առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում եւ ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որը առաջիկայում կօգտագործենք։ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը թեև աճում է, սակայն Ռուսաստանի հետ առևտրի նվազման բացն ամբողջությամբ չի լրացնում։ Այս տարվա առաջին 5 ամիսներին Եվրամիության բոլոր երկրների հետ Հայաստանը շուրջ 1.4 միլիարդ դոլարի առևտուր է արել։ Սա ընդհանուրի շուրջ 17%-ն է։ Անցած տարի նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրների հետ շրջանառությունը 420 միլիոն դոլարով ավելի քիչ էր, կամ ընդհանուրի շուրջ 12%-ը։ Ընդ որում տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ոչ թե Հայաստանից Ռուսաստան 1 միլիարդ դոլարն անցնող արտահանումն է կտրուկ նվազել, այլ ներկրումը։ Չնայած Մոսկվան այժմ հենց հայկական ապրանքների մուտքն է Ռուսաստան արգելում՝ գյուղմթերքից մինչև ալկոհոլային խմիչք, ձկներից մինչև ծաղիկներ ու հանքային ջուր։ Ռուսական սահմանափակումների ազդեցությունը Հայաստանից արտահանման վրա կերևա արդեն հաջորդ ամիսների վիճակագրությամբ, հենց բերքահավաքի այս ակտիվ շրջանում արգելքներ դրեցին։ Պաշտոնական տվյալներով Ռուսաստանից մատակարարումները նվազել են ավելի քան 30%-ով։ Այս տարվա հունվար-մայիսին 2025-ի համեմատ ավելի քան 500 միլիոն դոլար ընդհանուր գնով պակաս ռուսական արտադրանք է Հայաստանի շուկա մտել։ Թե հատկապես որ ապրանքների ներկրումն է այսչափ նվազել, պարզ կլինի ավելի ուշ, երբ պետական եկամուտների կոմիտեն ավելի մանրամասն տվյալներ հրապարակի։ Եվրամիության հետ առևտրի աճի հիմնական շարժիչ ուժը մինչդեռ Հայաստանից արտահանումն է։ Արդեն ավելի քան 450 միլիոն դոլարի հայկական ապրանք է Եվրամիության երկրներ հասել, գրեթե 2 անգամ ավելի շատ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Ներկրումներն ավելացել են գրեթե 30%-ով, կազմելով շուրջ 900 միլիոն դոլար։ Հայաստան սեփական արտադրանքն արտահանելու վիճակագրությամբ Եվրամիության երկրները մոտենում են առաջատար Ռուսաստանի մատակարարումների ծավալին՝ շուրջ 900 միլիոն դոլար մի կողմից, գրեթե 1.2 միլիարդ մյուսից։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում Եվրամիությունից մատակարարումները Ռուսաստանից ներկրումների ծավալներից քիչ էին ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Հայաստանից արտահանումներն աճել են հատկապես դեպի Բուլղարիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ավստրալիա, Լեհաստան։ Մի շարք այլ երկրների հետ առևտուրը նույնպես ընդլայնվել է, սակայն օրինակ Հայաստանի գլխավոր քաղաքական գործընկերներից Ֆրանսիա հայկական ապրանքների արտահանումը ոչ միայն չի աճել, այլև նույնիսկ նվազել է։ Vive l'Arménie, vive la France, vive Գյումրի։ Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Ֆրանսիայի Հանրապետությունը եւ կեցե Էմանուել Մակրոնը։ Vive Monsieur Macron։ Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիա չի մտել նույնիսկ 2.5 միլիոն դոլարի հայկական ապրանք։ Փոխարենը Ֆրանսիան արդեն ավելի քան 100 միլիոն դոլարի ապրանք է Հայաստան արտահանել, գրեթե 100%-անոց բացասական հաշվեկշիռ։ Հայկական արտադրանքով ֆրանսիացիներից էլ քիչ հետաքրքրվող երկրներ կան Եվրամիությունում։ Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող Պորտուգալիա 50,000 դոլարից էլ պակաս ընդհանուր գնով ապրանք են արտահանել։ Նաև Բելարուսի իշխանությունների հետ պաշտոնական Երևանի լարված հարաբերությունները չեն խանգարել այդ երկրի հետ առևտրաշրջանառությունն այս տարի ընդլայնելու համար։ Հունվար-մայիս ամիսներին հայկական շուկա ավելի քան 40 միլիոն դոլարի բելարուսական ապրանք է մտել, գրեթե 53%-ով ավելի շատ, քան 2025-ի նույն ժամանակահատվածում։ Բելարուսն իր հերթին գրեթե 50 միլիոն դոլարի հայկական արտադրանք է ներկրել։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների Ղազախստանի ու Qırğızstani հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը շատ ավելի փոքր է, ավելի քիչ, քան օրինակ Բելգիայի ու Նիդերլանդների հետ առևտրի ծավալներն են։ Հնդածս պատրաստվել ենք նաև, որ տարբեր ուղղություններով մենք դիվերսիֆիկացիա իրականացնենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման
երթուղիներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չնայած Հայաստանից արտահանումների աշխարհագրությունն ընդլայնելու ու բազմազանեցնելու իշխանությունների հայտարարություններին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Ռուսաստանից ու Եվրամիության երկրներից դուրս այլ բազմաթիվ ուղղություններով հայկական արտադրանքի արտահանման ծավալները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս տարի գրեթե 8 միլիոն դոլարի ավելի քիչ ապրանք են արտահանել, ընդհանուր շուրջ 16 միլիոն դոլարի։ Օվկիանոսից այն կողմ նայել պետք չէ։ Անգամ հարևան Իրան ու Վրաստան այս հունվար-մայիսին ավելի քիչ ապրանք են տեղափոխել, քան անցած տարի։ Հայաստանը դեռ որևէ ապրանք չի արտահանել նաև Ադրբեջան, թեև այդ երկրից այս տարի արդեն ավելի քան 10 միլիոն դոլարի ներկրումներ է իրականացրել, հիմնականում վառելիք։